Աստծո ժողովուրդը դարձյալ չհնազանդվեց Աստծուն, եւ Աստված թույլ տվեց, որ փղշտացիները 40 տարի իշխեն նրանց վրա։ Հետո Աստված ընտրեց Սամսոն անունով մի մարդու, որ նրա միջոցով իր ժողովրդին ազատի։ Հրեշտակը խոստացավ Սամսոնի մորը, որ նա որդի կունենա։ Սամսոնը պետք է 3 խոստում տար Աստծուն. երբեք գինի չխմել, մեռած բաների չդիպչել եւ իր մազերը չկտրել։ Աստված Սամսոնին շատ ուժեղ էր ստեղծել։ Մի անգամ Սամսոնն առյուծ սպանեց։ Մի քանի օր հետո սատկած առյուծի բերանի մեջ մեղուներ եւ մեղր տեսավ։ Սամսոնը ձեռք տվեց սատկած առյուծին եւ խախտեց Աստծուն տված խոստումներից մեկը։ Նա անգամ կերավ այդ մեղրից։ Սամսոնը սիրահարվեց Դալիլա անունով մի կնոջ։ Փղշտացիներն այդ կնոջը շատ գումար խոստացան, եթե նա բացահայտեր Սամսոնի ուժի գաղտնիքը։ Դալիլան շարունակ հարցնում էր Սամսոնին, թե որտեղ է թաքնված նրա ուժը։ Ի վերջո, Սամսոնը Դալիլային հայտնեց իր գաղտնիքը։ Եթե մազերս կտրեն, ուժս կգնա։ Երբ Սամսոնը քնած էր, Դալիլան կանչեց մի մարդու, ով կտրեց նրա մազերը։ Սամսոնը կորցրեց իր ուժը։ Փղշտացիները եկան եւ հեշտությամբ բռնեցին Սամսոնին։ Նրանք Սամսոնին կուրացրին, բանտարկեցին եւ սկսեցին աշխատեցնել։ Սամսոնին ստիպում էին աղացի ծանր քարը պտտեցնել։ Ժամանակի ընթացքում Սամսոնի մազերն աճեցին։ Մի անգամ փղշտացիները Սամսոնին տարան Դագոնի տաճար, որպեսզի շնորհակալություն հայտնեն իրենց կեղծ Աստծուն Սամսոնին հաղթելու համար։ Սամսոնը խնդրեց Աստծուն, որ վերջին անգամ իրեն ուժ տա։ Նա կանգնեց երկու սյուների միջև եւ հրեց դրանք։ Տաճարը քանդվեց եւ բոլոր փղշտացիների հետ մահացավ նաեւ Սամսոնը։ Թեև Սամսոնը չպահեց իր խոստումները, բայց Աստված պահեց իրենը։